Ֆինտեխի ապագան անպային տեխնոլոգիաներն են։ Արդյոք դա այդպես է, քննարկում էին ոլորտի համաշխարհային առաջնորդներն ու Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերությունները։ Grid Dynamics միջազգային ՏՏ ընկերությունը եւ Ամերիաբանկը միավորել էին ոլորտի ներկայացուցիչներին ցույց տալու անպային լուծումների ներդրման միջազգային փորձը եւ քննարկելու թե ինչպես արագացնել Հայաստանի ճանապարհորդությունը դեպի անպային տեխնոլոգիաներ։ Ամերիաբանկը միջոցառման գլխավոր գործընկերն էր։ Անպային տեխնոլոգիաները հնարավորություն են մեզ տալի օգտվել նորարար ինովատիվ, այսինքն զարգացումներից, հա, հատկապես AI արհեստական բանականության վերաբերող տեխնոլոգիաների կամ սերվիսների մասով անպային տեխնոլոգիաները անխուսափելի են կարելի ասել, հա, որովհետև եթե ցանկանանք նույն հնարավորությունները on-premise կառուցենք առանց օգտվելու անպային տեխնոլոգիաներից, դա գրեթե անհնարին է։ Միջոցառմանը ելույթով հանդես եկան Amazon Web Service-ի եւ Bank of Georgia-ի մասնագետները, Վրաստանի բանկի կողմից ներկայացվեցին անպային տեխնոլոգիաներին անցնելու փորձը, այդ ճանապարհին հանդիպող մարտահրավերները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու եւ սովորելու ոլորտի առաջատար մասնագետներից։ Շատ արդիական թեմա է անպային համակարգերը ֆինանսական ոլորտում եւ շատ կարեւոր է որպեսզի բանկերը մասնակցեն այսպիսի միջոցառումների եւ տեսնեն ինչպիսի հնարավորություններ է ընձեռում ժամանակը, որովհետեւ այն շատ արագ է գնում եւ տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են։ Այսպիսի հանդիպումները նպաստում են տվյալ ինֆորմացիայի փոխանակմանը, շատ էմոցիոնալ պանելային թոք ունեցանք, շատ դուր եկավ։ Խոսքը անպային վերափոխումը ֆինանսական ծառայություններում գլոբալ փորձը եւ տեղական հեռանկարները խորագրով պանելային քննարկման մասին էր, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Կենտրոնական բանկից, Ամերիաբանկից, Amazon Web Service-ից եւ Grid Dynamics-ից։ Պետք է ասեմ, որ ունեցանք բավականին հախուռն եւ ակտիվ քննարկում, քանի որ անպային տեխնոլոգիաները ու դրանցով պայմանավորված այսօր տվյալները, հա, տվյալների ընդլայնումը, տվյալների հետ աշխատանքը, տվյալների processing-ը եւ առհասարակ արհեստական բանականությունը այսօր արդեն դառնում են բոլոր բիզնեսների անկախների մասը, թվում նաև ֆինանսական ինստիտուտների մեծանում է կարիքը, այսպես թե այնպես, հավաքվել տարբեր ընկերությունների հետ եւ բոլոր տեսանկյուններից տարբեր խնդիրներ հաշվի առնելով քննարկել սրանց առավելությունները եւ կարելի ասել թերությունները։ Չնայած թեմայի արդիականությանը Հայաստանի ֆինտեխ ոլորտը դեռևս գլոբալ անցում չի կատարել անպային համակարգերի, կազմակերպիչները նշում են պետք է շտապել, հետ մնալը կարող է թանկարժենալ։ Հայաստանի ֆինանսական ոլորտում այսօր անպային տեխնոլոգիաները դեռ չի ասի, որ շատ ինտենսիվ օգտագործվում են եւ դրա համար կան պատճառներ, հա, օրինակի համար տվյալների ապահովությունը, նաև այն, որ մեծ hyperscaler-ները, օրինակ Amazon-ը, Google-ը, Microsoft-ը չունեն data center-ներ Հայաստանում։ Քայլ առ քայլ որոշ կոնկրետ ծառայությունների մասով մենք այլընտրանք չունենք cloud գնալուն, դեպի անպային ծառայություններ գնալուն։ Չնայած առկա մարտահրավերներին անպային ծառայությունների կիրառումը ապագայում անխուսափելի են, նշում են մասնագետները եւ հավելում արհեստական բանականության արագ զարգացումը հատկապես մեծացնում է դրանց դերը ֆինտեխ ոլորտում։ Այսպիսի մասնագիտական հանդիպումներն ու քննարկումները այդ ճանապարհի կարևոր քայլերից մեկն են։